Աստվածաշնչյան հայտնություններ Զոյա Ասլանյան կամ Զոյա Ղարիբյան Աստված ազատության Աստված է Եթե Աստված մարդուն ստեղծելու ժամանակ չտար ազատ կամք, հետագայում էլ Աստծուն կքննադատեին, թե մեզ վրա բռնանում է և մեզ չի տվել ազատություն, որ անենք այն, ինչ մեզ համար հաճելի և ցանկալի է։ Դրա համար Աստված մարդուն տվեց ազատ կամք, ազատություն, բայց մարդը իր անհնազանդությամբ ընտրեց փակի տակ մնալը։ Այդ փականքը մեղքն էր, որով մարդը ընկավ սատանայի կապանքի մեջ։ Սա մեկնաբանեցի, քանի որ շատ մարդիկ հարց են տալիս, թե Աստված ամենագետ է և գիտեր, որ մարդը պետք է Եդեմի պարտեզում չհնազանդվեր, ինչու ուրեմն ազատություն տվեց մարդուն։ Ահա իմ պատասխանը. Մարդուն ստեղծեց, որ իր հետ առնչվեր, իր հետ շփման մեջ լիներ, ինչպես Ծննդոց գրքում Ադամի հետ էր շփման մեջ, Ծննդոց 3:9 խոսքը, միաժամանակ տալով նրան ազատություն, ազատ կամք, քանի որ Աստված ազատության Աստված է և ոչ թե բռնության։ Բայց նա մարդուն ուզեց սովորեցնել, որ ոչ բոլոր բաներն են կյանքում ազատության մեջ օգտակար։ Օրինակ, ունենալով ազատություն, մարդը կարող է իր ձեռքը մտցնել եռման ջրի մեջ, բայց դա իրեն վնասից բացի օգուտ չի բերում։ Նույնն էլ Եդեմի պարտեզում գտնվող ծառի համար։ Աստված մարդուն ասաց. «Մի կերեք, եթե ուտեք կմահանաք»։ Եվ ինչ եղավ։ Մարդը օգտագործեց իր ազատությունը և սխալվեց, ու մինչև հիմա քաշում է այդ սխալի արդյունքը։ Մեր օրերում էլ նույնն է։ Մարդը ամենուր օգտագործում է իր ազատությունը, սակայն դա աշխարհը տանում է կործանման։ Օրինակ, պատերազմները, ատոմային և այլ քիմիական զենքերի ու ուրիշ շատ վտանգավոր բաների ստեղծումը։ Այդպես էլ մարդը չհասկացավ, որ ճիշտը իր ազատությունը և ազատ ժամանակը Աստծու հետ օգտագործելն էր, ինչը իրեն կպաշտպաներ բոլոր չար ու վտանգավոր բաներից։ Ամեն։